Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ, մեր հաղորդումների այս շարքը նվիրված է ավականու կազմում կանանց դերակատարությանը։ Մեր կազմակերպությունը եւ ես տարիներ շարունակ ջանքեր ենք դրել, որպեսզի Հայաստանի համայնքներում ավականու կազմում կանայք ներգրավվեն եւ ունենան ավելի մեծ դերակատարություն, քան թե դա եղել է նախկինում։ Նախկինում Հայաստանի բոլոր 915 համայնքների մոտավորապես 4500 ավականու անդամներից երևի մի քանի տասնյակ են եղել ընդամենը կանայք եւ օրենսդրական փոփոխություններից հետո համամասնական ընտրակարգով ավականու ձևավորման սկզբունքների մեջ օրենքով սահմանված էր, որ տեխնացուների կազմում առնվազն 30%-ը պիտի լինեն մեկ սեռի ներկայացուցիչներ։ Օրենքի մեջ չկար գրած կին տղամարդ, այն հաշվով, որ եթե հանկարծ մի օր կանայք շատ լինեն, կոնե 30% տեղ մնա տղամարդկանց, եւ առայժմ այդ օրենքի այդ դրույթը մեկնաբանվում է հօգուտ կանանց, մինչև տեսնենք ինչ կլինի։ Եվ օրենքով սահմանված էր, որ ավականու գործող կազմում կոնե 25%-ը պիտի լինեն մեկ սեռի ներկայացուցիչներ։ Վերջերս փոխվեց եւ սահմանվեց էլի 30% ու սահմանվեց նաեւ, որ եթե հանկարծ այդ քվոտան խախտվում է, այն մյուս սեռի ներկայացուցիչներից մարդ չի ավելանում ավականու կազմում։ Պարզ ասած, եթե հանկարծ փորձեն կանանց տուն ուղարկել, նրանց փոխարեն տղամարդկանց ներս բերել ավականու կազմ, այն հին ձևերին անցնեն, տղամարդկանցով հավաքվեն, ասեն, խոսեն, դա հնարավոր չլինի, բայց արդեն վերաբերվում է հետագային ավականու նոր կազմերին։ Այս հաղորդումը մենք նկարահանում ենք Լոռու մարզի Շամուտ գյուղում, Թումանյան համայնքի եւ իմ հյուրերն են Հրանուշ Վանյանը եւ Տաթև Վանյանը, շնորհակալություն մեզ ժամանակ հատկացնելու համար։ Ինչպես հասկացաք, մեր զրույցը լինելու է տեղական ինքնակառավարման մասին եւ հատկապես տեղական ինքնակառավարման մեջ կանանց դերակատարության մասին։ Հաճախ երբ մենք քննադատում ենք կանանց կտրված լինելու խնդիրը, տղամարդիկ ասում են, դե նայեք աշխատակազմերում, դպրոցում, համայնքապետարանում մեծ մասամբ կանայք են աշխատում, չնկատելու տալով կամ չեն էլ կռահում իսկապես, որ խոսքը ոչ թե ընդհանրապես աշխատելու մասին է, այլ որոշում կայացնողների մասին է, ճակատագիր որոշողների մասին է։ Ձեր գյուղը խոշորացվել է Հայաստանի առաջին 3 համայնքների հետ միաժամանակ, Փնջերի հետ, հա, Թումանյան, Դիլիջան եւ Տաթև, ինչպես հիշում ենք, հանրաքվե եղավ, մասնակցել եք այդ հանրաքվեին, 14 թիմներ, հա։ Եվ այն ժամանակ սահմանադրության մեջ գրված էր, որ կարող է լինել այդ հարցերով հանրաքվե, բայց իշխանությունը իրավունք ունի հաշվի չառնելու հանրաքվեի արդյունքները։ Այս տեսակ անեկդոտ կար էլի սահմանադրության մեջ, ասում էինք SMS հարցում արեք էլի մարդկանց էլ հանրաքվե անելը որն է։ Ինչ որ է։ Հրանուշ Վանյանը եղել է ավականու անդամ խոշորացված համայնքի, Տաթև Վանյանը ուրեմն վարչակազմի աշխատակցուհի է։ Ավականու անդամ չի եղել։ Չեք ուզում լինել։ Չէ։ Հա, Հրանուշ Վանյանի հանգամանքը շատ հետաքրքիր է։ Հիմա 15 հոգանոց ավականու կազմում 2 խմբակցություն կա, Հանրապետություն կուսակցության խմբակցությունը եւ քաղաքացիական պայմանագիրը եւ 15 հոգուց 2-ն են կանայք, ես ինչքան հասկացա հիմա, հա, մեկական հոգի յուրաքանչյուր խմբակցությունից քիչ առաջվա իմ նշած քվոտաները ակնհայտորեն խախտված է, բայց դա արդեն անցյալում է, հաջորդ գումարումը լինելու է ձեր հաջորդ ընտրությունը մյուս տարի, հա, այս տարի է լինելու։ Ահա, դուք եղել եք ավականու անդամ եւ հրաժարվել եք ավականու անդամությունից։ Ինչն է պատճառը, ինչ է եղել։ Ես տնօրեն եմ եղել 5 տարի, ժամկետը երբ որ լրացավ, արդեն դպրոցի տնօրենն եմ եղել, երբ որ ժամկետը լրացավ, արդեն դպրոցը անցավ կառավարման նոր մոդելին, որտեղ կա նաև վարչատնտեսական համակարգող տնօրենի հետ միասին, եւ ես իհարկե ուզում եմ մասնակցել համայնքի բոլոր հարցերին, որպես նաև քաղաքական գործիչ, բայց իմ առաքելությունը դպրոցն է, ճիշտն ասած, եւ իմ ապագան միայն տեսնում եմ դպրոցում եւ արդեն օրենքի փոփոխության հետ կապված պետք է ընտրություն անեի, որովհետեւ թույլ չէր տալիս օրենքը համատեղել դպրոցի ղեկավար
աշխատանքը եւ ավականու անդամությունը։ Ուսուցիչներին կարելի է։ Ուսուցիչներին կարելի է, այո, չի կարելի։ Եվ դուք ընտրեցիք դպրոցում։ Ես ընտրեցի դպրոցում աշխատելը։ Իսկ եթե այս պաշտոնում ավականու կազմում աշխատավարձ լիներ ավականու անդամների համար եւ այդ աշխատավարձը լիներ այնքան, որքան հիմա դուք ստանում եք, որը կընտրեիք։ Եթե լիներ աշխատավարձով, ես նաեւ ուսուցիչ եմ, կմնայի ավականու անդամ որպես, որովհետեւ դպրոցում պարտադիր չի ես լինեմ ղեկավար, ինձ համար կարևոր է դպրոցում լինելը։ Հասկանալի։ Իսկ մինչև ընտրվելը դուք գիտեիք, որ ավականու անդամ աշխատավարձ չի ստանում, որովհետև մի շարք համայնքներում մենք պատահել ենք մարդկանց, հատկապես կանանց, որոնց ասած են եղել, չեմ ուզում ասել, խաբած են եղել, թե եթե իրենք ընտրվեն ավականու անդամ, անպայման աշխատավարձ են ստանալու, ներգրավվել են ցուցակում, ընտրվել են, հետո պարզվել է, որ աշխատավարձ չկա դրա համար։ Հավանաբար Երևանի օրինակով են թյուրիմացության մեջ եղել, այնտեղ էլ աշխատավարձ չէ, հենց այնպես փող են տալիս, օրենքը խախտելով, օրենքը նման իրավունք չի տալիս ավականու անդամներին հենց այնպես վճարել նվազագույն աշխատավարձի չափ գումար։ Չկա նման բան օրենքով, բայց Երևանում դա անում են, փողերը շատ է անում են, հա, մնացած տեղերում հազիվ կատարած ծախսի փոխհատուցում կարող են լինել։ Իսկ երբ ավականու անդամեիք նիստերը անցնում էին Թումանյանում, թե գյուղում էին արտագնանիստեր լինում։ Հիմնականում Թումանյանում, բայց ունեցել ենք նաև արտագնա բոլոր գյուղերում։ Ակտիվությունը ինչպիսին է ընդհանրապես ավականու աշխատանքի։ Բոլորն են գնում նիստերին։ Կան ավականու անդամներ, որ չեմ տեսել, կան ավականու անդամներ, որ պարտաճանաչ բոլոր նիստերին գալիս էին։ 15 հոգուց քանիսն են, որ կենտրոնից են, Թումանյանից են։ Օրինակ Շամուտից միայն դուք եք եղել, ճիշտ հասկացա ես, հա։ Իսկ մյուս գյուղերից Ահնիձորը, Աթանը եւ այլն։ Դսեղից էին շատ, Մարցից մեկ անց, Թումանյանից էլ մեկը։ Պես բաշխված էր։ Հիմնականում դսեղից շատ էին մյուս խմբակցությունները։ Կենտրոն համայնքում բնակչությունն ավելի մեծ է, ավելի շատ են լինում ներկայացված։ Հասկացա։ Տաթևին հարցնեմ, վարչական ղեկավարը որպես կանոն մասնակցում է ավականու նիստերին, պատահել է որ դուք էլ մասնակցեք ավականու նիստերին։ Եղել են 2-3 դեպք, որ մասնակցել եմ նիստերին։ Ինչու եք մասնակցել։ Վարչական ղեկավարը ասել է, որ կարևոր է, հա։ Հա, վարչական ղեկավարը համայնքապետարանից ասել են, որ պետք է իմ ներկա գտնվելը, այդպես գնացել եմ։ Հնգամյա զարգացման ծրագիր ունի համայնքը, տարեկան աշխատանքային պլաններ կան, դրանց մեջ աշխատանքներ են պլանավորվում համայնքի համար եւ վարչական ղեկավարն իրավունք ունի օրակարգային հարցեր տանել, ներմուծել օրակարգ, առաջարկել, որպեսզի մտնի օրակարգ, ավականու նիստի օրակարգ։ Կասեք հիմնական խնդիրները որոնք են գյուղում։ Մեր գյուղում։ Շամուտում, այո։ Մեր գյուղում սրանից առաջ ճանապարհն էր շատ կարևոր, միջև այս վերջերս։ Հիմա դեն ավելի եսիմ։ Ճանապարհը անցած տարի ավարտել, գծանշումները դեռ չկան, բայց կարևորը կա, գլխավորը արված է։ Ինձ թվում է ավելի գյուղի ներսի sense ինչ որ sense ոչ շատ մեծ, բայց ամեն դեպքում մեծ նշանակություն ունեցող խնդիրներ, կարող է մեծ ռեսուրս չի պահանջում կամ ինչ որ մեծ խնդիր չի, բայց կան օրինակ, չգիտեմ, այսօր էի հենց գրության մեջ կար նման հարց, ինչ հիմնախնդիրներ կան, օրինակ սար տանող ճանապարհն է մարդկանց համար շատ կարևոր, որ ամռանը բարձրանում է սար ու կարևոր է այդ ճանապարհի գոնե նորմալ լինելը, շատ լավ վերանորոգված կամ չգիտեմ ինչ պետք չի, բայց գոնե նորմալ լինել, որովհետեւ սար գնալու նկատի ունեք անասնապահներն են, անասունը մեծ մասը կարելի ասել բարձրանում է սար։ Ու նույն կերպել խոթարքների ճանապարհները, որը ամրանելի պետքա, որ նորմալ լինի, որ մարդիկ իրենց աշխատանքը կարողանան նորմալ։ Գյուղի միջի ճանապարհները։ Գյուղամիջյան ճանապարհներն են դե ասֆալտապատ չեն, բայց կան տեղեր, որ իհարկե խճալցվում են, խճապատվում են, չգիտեմ, խոթարք տանող ճանապարհներն են ժամանակ առ ժամանակ համայնքի ջանքերով, բայց անձրևներից հետո էլի նույն իրավիճակն է։
Ուրիշ ինչ խնդիրներ կան, կասեք դուք էլ։ Այստեղի խնդիրները արդեն 30 տարի մարդիկ ուղղակի կենտրոնացած էին ճանապարհի վրա, ով ինչ հարց տալիս էր ճանապարհ, գլխավոր ճանապարհը, որը մայրուղուց բերում հասցնում է այստեղ։ Եվ իրենց թվում էր, որ այդ ճանապարհը իրենց կյանքը փոխելու է 180 աստիճանով, եւ ոչ մի այլ խնդիր իրենք չէին տեսնում։ Հիմա երբ որ ճանապարհը արդեն կա, հուսով եմ այլ խնդիրներ կտեսնեն, որովհետեւ գյուղացին էլ չգիտենք ինչ խնդիր ունի։ Ունեինք իմ կարծիքով ջրագծերի հետ կապված խնդիրներ, գյուղում ընդհանրապես լուսավորություն չկար եւ հիմա իհարկե ավականու որոշումներով այդ բոլոր խնդիրները լուծված են, համարյա բոլոր փողոցներում հիմա լուսավորություն կա, գիշերային լուսավորությունը եւ ոչ միայն Շամուտում, բոլոր գյուղերում արդեն այդ խոշորացումից հետո սկսեցին կարգավորել։ Հետո, այո, բոլոր ուրեմն Լորուտի Դսեղի Աթանի ջրագծերը հիմնովին փոխվել են ու դեպի էլ ինչ են արել բան են արել աղբանության խնդիր չունենք ինչ հաճախականությամբ է արվում աղբանությունը երբ պետք է լինում զանգահարում ենք անմիջապես գալիս են այսինքն մարդիկ աղբը կուտակում են տանը ինչ որ մի հարմար տեղ դրսում պակեր են դրած Եվ հիմա նոր ճանապարհն է փաստորեն Դսեղին կապող ճանապարհի հատվածն է նորոգվում, որպեսզի չպտտվեն հարավից եկողները, վերևից եկողները, ալավերդուց եկողները արդեն ամբողջությամբ ասֆալտապատ ճանապարհով են գալիս հասնում։ Ինձ համար ես ասեմ, էլ այդ գյուղի խնդիրը բնակչության կապված չլինելն է գյուղի հետ։ Բոլորը, այո, բոլորը ուզում են գնան, ու մարդ չկա, խնդիր չկա։ Դատարկ տներ շատ կան։ Այո, կան։ Ինչքան են մոտավորապես, քանի տոկոսը կլինի։ 40 բնակեցվածա 20 դատարկ։ Հա, 48 բնակեցված 20 դատարկ։ 1/3-ը տների դատարկ է։ Տերերը կան, բայց ուրիշ տեղերում քաղաքներում են ապրում, ճիշտ հասկացա։ Կան, որ շուտ են դուրս եկել, օրինակ գնացել են Ռուսաստան, կան, որ հիմնականում քաղաք են գնում, Վանաձոր։ Եվ նոսրանում է բնակչությունը, թե կոնե պահպանվում է եղածը։ Վերջին ծնունդը երբ է եղել գյուղում։ 24 թվին, չէ՞։ 2024 թվին։ Մի երեխա, երկու։ Վերջին հարսանիքը։ Վերջին հարսանիքը։ Այստեղ չէ, արդեն գյուղից երբ որ նույնիսկ տղան է ամուսնանում, էլ գյուղ չի վերադառնում, քաղաքում են ապրում։ Վերջին թաղումը։ Հա, 10 օր առաջ, բայց այն էլ դրսից բերեցին, այստեղ չէր։ Հա, հասկացա։ Դպրոցում երեխաները, հատկապես բարձր դասարանցիները, ինչ նպատակներ ունեն, ինչ են ուզում դառնալ, ուր են ուզում գնալ սովորելու, գնան սովորեն վերադառնալու են, թե ոչ։ Այստեղ հիմնական դպրոց է։ Խոսում եք, չէ՞, այդ թեման։ Անպայման։ Հիմնական դպրոցը միջև 9-րդ դասարան։ Դեռ փոքր են, դեռ մենք կարողանում ենք նրանց վրա ազդել, մեր խոսքից ելնելով իմ գյուղը սիրելու այդ ուժեղությունը տեսնելով, այստեղ համենայն դեպս ինձ մոտ արտահայտվում են, որ երբեք գյուղից չեն գնա, կգնան կսովորեն, հետ կգան, մեկը բիզնես կդնի, մեկը տարբեր նպատակներ են դնում, բայց հենց որ գնում են արդեն ավագ դպրոց եւ բուհեն ավարտում, այլևս այդ գալու մասին շատ քչերն են խոսում։ Այդ սիրելու մասը կբացատրեք, հա, այդ գյուղը սիրել։ Հա, այդ մասը ինչ եք բացատրում երեխեքին։ Որ հայրենիքը սկսվում է քո տնից, քո գյուղից։ Եթե չես սիրում գյուղդ, չես հավանում ոչ մի բան, քո ծնողների աշխատանքը չես հարգում, անասնապահությունը համարում ես արդեն հին աշխատանք, ուրեմն երկիրն էլ չես սիրի, եթե դու գյուղդ։ Հիմա այդ ամբողջի համատեքստում ինչ է պետք, որ այդ ջահելությունը մնա գյուղում կամ գնալ սովորելուց հետո վերադառնա եւ իսկապես այդ նպատակները, որոնք թվարկեցիք, հա, ինչ որ բիզնես տնեն եւ այլն, որ մնան իսկապես, ինչի կարիք կա, ինչի պակաս կա։ Համարեք, որ նախարարեք, համարեք, որ պատգամավորեք, ասեք ինչ պիտի արվի։ Այո, գիտելիքի եւ այդ լիքը մոդայիկ մասնագիտությունների տենդից ազատելը երեխեքին, ում հարցնում ես ծրագրավորող
եւ այլ մասնագիտություններ, բայց պետքա նաեւ ինչ որ ձևով սովորեցնել, որ անաստապահությունը եւս բիզնես է, այն էլ բավականին շահավետ։ Բիզնեսը միայն ինչ որ կաբինետում նստել է, չէ։ Կան մարդիկ գյուղում, որոնք զբաղվում են, լուրջ զբաղվում են անասնապահությամբ արդյունաբերական նպատակով, ոչ թե տան կարիքների համար։ Կան, հա, մարդիկ։ Ունենք, արդեն ընտանիք կա, որ զբաղվում է, առայժմ 2 տարի է, որ հիմնել են ֆերման, երևի, բայց արդեն ընթացքի մեջ է աշխատում են այդ ուղղությամբ։ Ուրիշ խնդիրներ, ճանապարհները, անցանք։ Գիշերային լուսավորություն, աղբահանություն։ Եթե խոսքը կանանց մասին է, այսօրվա մեր թեման։ Ինչու՞ չէ, հա։ Ուրեմն գոնե այնպիսի աշխատատեղ լիներ, մի քանի հատ փոքր ինչ որ, չգիտեմ, ձեռնարկություն, որտեղ կանայք բացի տան այդ գործերից առօրյայից կարողանային գոնե աշխատել։ Թեկուզ քիչ ժամանակ, ասենք, մի քանի ժամ, մի քիչ աշխատավարձ, բայց գոնե կարողանային դուրս գալ, չգիտեմ, ինչ որ ուրիշ միջավայր, միայն չլիներ էլի տան առօրյան, տան գործերը, տնտեսության աշխատանքները ու վերջ։ Արհեստներ, տնայնագործություն, ձեռագործ, ինչ որ մի բան կա, որը կարող է հատուկ տիպական է այս գյուղերին։ Ես գիտեմ, որ առաջ մեր գյուղում, չէ, կողքի գյուղում եղել է կարի ֆաբրիկա, որ մեր գյուղից կանայք գնացել են այնտեղ աշխատել են, որ էլի լիներ տենց մի էլի ֆաբրիկա կարի թեկուզ ինչ որ արտադրամաս, ինձ թվում է ես իմ կանայք կգնային, կաշխատեին։ Զբոսաշրջային հետաքրքրություն նկատում եք գյուղի եւ հարևան գյուղերի հետ կապված։ Ահնձորն են կողմը, Հրանտ Մատևոսյան եւ այլն գալիս են, հա, մարդիկ։ Ճանապարհը որ հիմա նորմալ նորոգվել է արդեն։ Հա, հիմա ավելի շատ մարդիկ կգան, թե դեռ չեք զգում։ Ինձ թվում է դեռ տենց զգալի չի, շատ զգալի չի, բայց քելնել արդեն քանի տարի է գալիս էին, նույնիսկ հեծանիվներով, ամենագնացներով արդեն գալիս են, գալիս, հա։ Իրենցը բանը ուղղակի туриզմն էր, քայլարշավներ, հա, ճիշտ հասկացա։ Գալիս են ուղղակի վրաններ էին դնում, բացահայտել ինչ որ։ Ունեք հուշարձաններ, ինչ որ պատմաճարտարապետական մշակութային բնության հուշարձան, դե ամբողջությամբ բնության հուշարձան է էլի եղած է, հա, այնուամենայնիվ, հա, գալիս են, ունեք ինչ որ ուղեցույց, բուկլետներ, ես ինչ որ կայքում շարադրված, թե ինչ տեսարժան վայրեր կան, որպեսզի մարդկանց համայնքան ես կողմ վայրեր հին, բայց օրինակ 5 դարում, չգիտեմ, 13-րդ դարի, 18-րդ դարի, 17-րդ դարի, բայց գյուղից հեռու են։ Ունենք անգամ Սարի ճանապարհիների, որ եկել են հնագետները նայել են անցած տարի ամռանը։ Բայց ինչ որ հենց հուշարձան, որի համար մարդիկ կգային կամ ինչ որ մեծ ուշադրության կարժանանար։ Դե հաղպացանա ինչ ունեք, հասկացա։ Դե ուրիշ։ Տենց այդ մասշտաբի բաներ չկան։ Իմ կարծիքով չէ։ Լավ, իսկ ավականու կազմի երկու կանանց գործունեությունը ինչպես կգնահատեք։ Աշխատել եք իրենց հետ։ Ակտիվ են։ Կարծում եք, որ հաջորդ ավականու կազմում իրենք նորից կկամենան ընդգրկվել։ Կարծում եմ, այո։ Իսկ ուրիշ կանայք կան գյուղից, որ դուք հասկացանք զբաղված եք դպրոցում չեք կարող, կան կանայք, դուք կկամենաք կամ ուրիշ կանայք կան, ովքեր կանայք աղջիկներ, որոնք հետաքրքրված կլինեն ավականու կազմում, ինչ որ դերակատարություն ունենան։ Թե մտածում են, որ լավ է, մեր գործը չթող տղամարդիկ գնան։ Ես մի քիչ չէ։ Հիմա հաջորդ ընտրությունների ժամանակ բավականին բարթանալու է սա, ինչ իմաստով, որ նախ ցուցակում պիտի լինեն առնվազն 30%, հետո գործող ավականու կազմում էլ պիտի պահպանվի այդ տոկոսը։ Եթե ձևականորեն ընտրվեն եւ մի շարք համայնքներում այդ խնդրումը մենք ունենք, էլի, ընտրվել են ու մի ամիս հետո բոլորը թուղթ գրել, դիմումը գրել, հրաժարվել են մանդատից, նրանց փոխարինել են տղամարդիկ, որտեղ ցուցագիտակի կանայք նույնպես հրաժարվել են լինել ավականու անդամ։ Հիմա այլևս այդ հնարավորությունը չի լինելու, այսինքն եթե կանայք հրաժարվեն գնան տուն եւ ուրիշ կանայք նրանց չփոխարինեն, այդ խմբակցությունը կրճատվելու է 8 հոգեր դառնալու է 7, 6, 5 եւ այլն։ Այս իմաստով կուսակցությունները խնդիրների առաջ են կանգնած այն իմաստով, որ պիտի գտնեն
բնակավայրերում ակտիվ կանանց, որոնք կուզեն ընտրվել եւ մնալ ավականու կազմում, ոչ թե ձևականորեն ընտրվեն եւ թողնեն հեռանան։ Ահա այս հեռանկարի համատեքստում ինչ եք մտածում։ Մենակ իմ կարծիքով ավականու անդամը լինելը ինչ որ պաշտոն չի կամ ուղղակի ինչ որ ի վերջո պատասխանատվություն է, ինձ թվում է, հա, ոչ բոլորը կգիտակցեն այդ ամեն ինչի լրջությունը, միայն ավականու նիստերին ներկա գտնվելը դեռ չի նշանակում, էլի որ ավականու անդամ ես։ Նախաձեռնողականություն է պետք մարդկանց հետ հանդիպել է պետք։ Ոչ բոլորը կգիտակցեն դրա լրջությունը ու կցանկանան լինել, չգիտեմ, ավականու անդամ։ Կան գյուղում ակտիվ կանայք, որոնք ձեր կարծիքով պիտի որ հետաքրքրված լինեն դրանով։ Եթե աշխատավարձ լինի, ես հասկացա, որ ոմանք հետաքրքրված կլինեն։ Չէ, բայց իմ կարծիքով դա էլ չի օգնի։ Չունի, ինձ համար էլ իրականում աշխատավարձը։ Չէ, օրինակ դուք ասացիք, որ կնախընտրեիք լինել ավականու անդամ, եթե աշխատավարձով լիներ եւ դպրոցում մնայիք ուսուցչուհի, ճիշտ հասկացա ես։ Ուսուցիչների համար այդ խնդրեմը չկա։ Այսինքն վարչական աշխատողների տնօրեն եւ այլն իրենց համար այո այդ համատեղումը օրենքով սահմանափակված կլինի հաջորդ ընտրություններից հետո, հա։ Լավ, իսկ կարող է կարիք համայնքը ավելի խոշորացնել, ասենք, միացնել Ալավերդուն կամ մեկ ուրիշ համայնքի։ Ոչ, ինձ թվում է չէ։ Լավ, խնդիրներից մի երկու բան էլ ասեք, հասկանանք ինչի պակաս պրատ կա եւ ավարտենք։ Թե էս է ուրեմն ճանապարհներ եւ զբաղվածություն։ Զբաղվածությունը ինձ թվում է այդ գյուղը լքելու պատճառներից, այսինքն զբաղված չլինելը։ Բավարար եկամուտ չունենալը մարդկանց ստիպում է եկամուտ որոնել այլ տեղերում։ Հայրենասիրության դասերը տեղ օգնում են երևի 1-2-3 տարի, էլի, հա։ Դրանից հետո մարդիկ իհարկե գնացողներին թվում է, որ քաղաքում ավելի լավ է, վերջ-վերջո տեղափոխում են քաղաք, չգիտեմ, այնտեղ ավելի լավ կլինի, բայց գնում են կարողա փոշմանում են, բայց կա ունեք օրինակ վերադարձողների, թե դեռ ոչ։ Կա ամ որ գնացել է, ինչ որ փող է աշխատել, վարկ է վերցրել, եկել է, ինչ որ ներդրում է անում։ Գյուղում։ Հա, կան այդպիսի մարդիկ, որ գնացել վերադարձել են։ Կամ կոնե գնում գալիս են, ստեղ ինչ որ գործ են մոգոնում, հա։ Հա։ Այդ անասնապահությամբ զբաղվողներն են, իսկ զբոսաշրջային ինչ որ ենթակառուցված կա, հյուրատներ, կեմպինգներ, գլեմպինգներ, գլամուրային կեմպինգներ, էլի, հա։ Ինչպես Տսեղում կա, դուք էլ ունեք ստեղ, հա։ Շատ են, հա։ Մեկ հոգու բիզնես է։ Այո։ Այդ բիզնեսի հետ նաև իրենք պլանավորել են հյուրանոցի կառուցում։ Հիմա նաև փոքրիկ տենց լճակ կա, արհեստական, որի շուրջը էլի մի փոքր հին իրերի թանգարան է, դեռ թանգարան չէ, բայց աշխատանք են տանում այդ ուղղությամբ, զբաղվում են։ Ազգագրական ցուցադրություն, էլի, հա։ Հասկացա։ Նաև ունենք արդեն մեզ մոտ մեր օլիմպիական փոխչեմպիոնի պատվին Ստեփան Սարգսյանի մեր գյուղի մոտակայքում ստեղծվելու է սպորտ կոմպլեքս օլիմպիական խաղերի մարզումների համար։ Համայնքային, պետական, համայնքային։ Պետական։ Այո, մեծ ծրագիր է, որը ինձ թվում է մարզադպրոց, նու մարզիկների ավելի շատ մրցումներից առաջ մարզվելու որպես բազա եւ հագին ազդեցություն կունենա գյուղի զարգացման վրա շատ մեծ։ Համ բնակչության լքելու իմաստով, այստեղ հիմնականում ծնողները պատճառաբանում են երեխաների դասերից հետո զբաղվածության պակասի, այո, որը որևէ չափով կլրացվի եւ այդ խնդիրը կլուծվի։ Մանկապարտեզ ունեք։ Այո։ Դպրոցին կից ի նկատի ունեք։ Ոչ, նախակրթարան չի, համայնքային է, ուղղակի անունը դերպես են ասում։ Հոակ է, հա։ Մանկապարտեզ, քանի երեխա կա այնտեղ։ 3։ Իսկ ուսումը նորմալ է, հա։ Մասնագետներ չունեն գյուղում էլ։ Բա ինչպես են այդ երեխեքը։ Հա, զբաղվում են ուղղակի։ Կեսօրյա զբաղվելու տեղ է։ Ընկերներից մեկը ասում է կամերախրանենի տիպի մանկապարտեզներ են, երեխեքին տանք վերցնենք, էլի։ Մոտավորապես։ Եղավ թույլ տվեք շնորհակալություն հայտնել ձեզ, եթե ամփոփիչ միտք ունեիք սրա հետ կապված, ասեք եզրափակենք։ Եթե չէ, ամենայն բարիք եմ մաղթում ձեզ,
Հույս ունեմ, որ գյուղից կլինեն ակտիվ կանայք, ովքեր կմասնակցեն առաջիկա ընտրություններին։ Կուսակցությունները գալու են ձեր տները։ Կուսակցությունները գալու են ինտերնետուր անցնելու են, որոնելու են։ Մեծ խնդիր է լինելու կանանց աղջիկների, ովքեր Այս դեպքում էլ խնդիրը ինչ ուղղությամբ է գալու, միևնույնն է, իրենց աշխատանքի համար համոզելու են կանանց, ուղղակի գրվեք, եկեք կնստեք, ոչինչ չկանի ու կանանց ներկայությունը ուղղակի արհեստական կլինի, ոչինչ չեն անի այդ կանայք։ Ցանկացողները շատ քիչ են։ Հասկացա։ Եղավ, շնորհակալություն։ Սիրելի ժողովուրդ, այս մեր հարցազրույցներից մեկը մենք նկարահանում ենք Լոռու մարզի շատ հեռու թաքնված ճկնաղ գյուղերից մեկում Շամուտ գյուղում ճանապարհը ընտիր սարքած է, այնպես որ ժամանակ գտեք Վանաձոր Ալավերդի ճանապարհի արանքից աջ թեքվեք, ելեք մտեք այս գյուղերը անմոռաց տպավորություններ կունենաք։ Լայքեք հաղորդումը, բաժանորդագրվեք, ալիքը տարածեք, որպեսզի շատ մարդու հասանելի դառնա։ Շատ շնորհակալություն։